Ընկերներ ողջույն, երեք երեկոյան ես եւ իմ ընկերները որոշեցինք գնանք սրճարան եւ մեր կողքին անմիջապես եկավ իր ընկերների հետ եւ նստեց Հայաստանի մի արվեստագետ, որի մասին ես շատ էի լսել եւ հեռուստացույցով շատ էի տեսել այս տարիների ընթացքում եւ նա նստեց սեղանի վրա, իրանց կար ջրի կրիշկա, հայերեն կներեք, չգիտեմ կրիշկա ոնց է կոչվում, անձեռնոցիկներ եւ ինչ-որ թուղթ։ Նա անմիջապես նստելուց հետո այդ ամեն ինչ զզվելով նայեց սեղանին, վայր նետեց գետին, այդ սաղ աղբը, նստեցին, ինձ հաճելի չէր տեսնել ոնց նա գցում այդ ամեն ինչը գետին, ես անձեռնոցիկը վերցրեցի մեր սեղանից, հավաքեցի այդ աղբը եւ դեմոնստրատիվ, որ ինքն տեսնի, տարա եւ նետեցի աղբաման, 2 մետր հեռավորության վրա էր գտնում աղբամանը եւ նա տեսավ անգամ չազդվեց, իր վեճին չէր։ Եվ ես նստեցի իրենց կողքին եւ նրանք բարձր ողջ երեկո խոսում էին հայրենասիրության մասին, քննադատում էին ժողովրդին, շատ սխալ բառերով իմ կարծիքով սիրուն բան չէր, շատ տգեղ էր, քննադատում էին բոլոր Հայաստանի իշխանություններին, նախկին, գործող եւ այլ, եւ հայրենասիրական շատ պաթոսային բաներ էին ասում, որ պետք է գնան, պարապեն, պատրաստվեն տարբեր շատ, չգիտեմ, ռազմական ինչ-որ կազմակերպություններում սովորեն կրակելը, հայրենիքը, որ կարողանան պաշտպանեն եւ իրականում այդ երեկոյան ես երեկոյից հետո շատ մտածելու բան ունեցա, որովհետեւ հետաքրքիր ողջ պատկերը տեսնել եւ մենք ընկերներով նստած ապշած էինք ուղղակի